Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեր ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին եւ քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովրդին հնարավորություն տան նշել կրակի տոնը, այնպես որ տոնեք շնորհավոր Նավրուզ, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Հաստատվել են իսրայելական կողմի պնդումները, որ Ալի Լարիջանին մահացել է։ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Պեսկովն էլ է անդրադարձել Լարիջանի սպանությանը, հայտնելով Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ինքնիշխան Իրանի ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունները, առավել ևս նրանց սպանությունը։ Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը սպանվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ վերջինս սպանվել է մարտի 18-ի գիշերը Թեհրանում գտնվող իր տան վրա հարձակման ժամանակ։ Իրանի զինված ուժերը հարվածել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին։ Թիրախորվում է Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես համաշխարհային էներգետիկ կենտրոնների, ինչը լրջագույն ճգնաժամ է առաջացնում։ Ես կարծում եմ, որ շարունակման դեպքում ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել համաշխարհային տնտեսության մեջ, ինչը այս պարագայում Իրանի համար ռազմավարական հաջողություն է, որը պետք է ենթադրի տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը ծառայեցնել ռազմավարական հաղթաթուղթ որպես։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկություն տարածեց, որ հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվի, Բիրշեբայի, Հայֆայի եւ Աքրեի վրա։ Կա ինչպես Չինաստանի пассив աջակցություն, նաև ակտիվ աջակցություն այն իմաստով, որ մատակարարվում է թե զենք եւ ռազմամթերք, ինչպես նաև կարծում եմ բավականին լուրջ հետախուզական տվյալներ են փոխանցվում Իրանին, առանց որոնց պարզապես հնարավոր չէր լինի նման կետային հարվածների հասցնելը։ Իրանական հրթիռները ստիպել են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն ավիակրին նահանջել տարածաշրջանից։ Բնականաբար այնինչ կարծես թե կանխատեսել էր Միացյալ Նահանգները չստացվեց, նրանք կարճ բլիցկրիգ էին ակնկալում, ինչը տեղի չունեցավ եւ հիմա պատահական չէ, որ նրանք դժգոհում են ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից, որ չաչակցեցին իրենց։ Խաթամ ալ-Անդիա գլխավոր շտաբի ներկայացուցիչն էլ անգլերենով դիմել է ԱՄՆ նախագահ Թրամփին, հայտնելով, թե պատերազմի ելքը որոշվում է ոչ թե Թվիտերով, այլ մարտի դաշտում։ Հենց այնտեղ, որտեղ դուք եւ ձեր զորքերը չեք համարձակվում ոտք դնել, այս պատերազմն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե էպիկական ցասում, այլ էպիկական սարսափ։ Եթե ցամաքային օպերացիա սկսվի, ապա Իրանը վիճակի կլինի շատ ավելի ծանր կորուստներ պատճառել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչը բողոքի նոր դժգոհության նոր ալիք կարող առաջացնել նույն արևմուտքում։ Դրա համար էլ կարծում եմ առայժմ կարծես թե ձեռնպահ են մնում ցամաքային օպերացիայից, որտեղ տեսեք, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները այսօր մոտ զոհ ունի, ցամաքային օպերացիայի դեպքում ակնհայտ է, որ 10-տապատիկ, 100-տապատիկ ավելի կլինեն։ Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտնել է, որ Թեհրանի բարեկամ երկրներից որոշները հարաբերություններ են հաստատել իսլամական աշխարհի մեծագույն թշնամի Իսրայելի հետ։ Իրանցի պաշտոնյան նաև հրապարակել է Ջո Քենթի հայտարարությունը ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից նրա հրաժարականի վերաբերյալ։ Քենթը նշել է, որ Իրանը անմիջական սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Վերջին 47 տարիների ընթացքում մեր բարեկամները ռազմական բազաներ են տրամադրել Միացյալ Նահանգներին։ Մեր բարեկամներից ոմանք հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ, որն իսլամական աշխարհի մեծագույն թշնամին է։ Իդեպ Հայաստանում Իրանի դեսպանը վերահաստատել է ադրբեջանական կողմը չպետք է ենթարկվի Իրանի թշնամիների ազդեցությանը։ Ըստ դեսպանի Նախիջևանի եւ Թուրքիայի տարածքում արձակված հրթիռները Իրանի թշնամի պետությունների կողմից են եղել։ Դրանք ըստ դիվանագետի սադրանքներ էին, որոնց նպատակը եղել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ։ 2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Այս մասին Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց խորագրող քննարկման ժամանակ հայտնել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է ծրագրով տուն ստացել, ու թեև մեխանիզմը գործում է, կա ցանկություն գործընթացը մեծացնելու։ Նա ընդգծել է, որ կառավարությունն աշխատում է, որպեսզի ընտանիքները արագ բնակարան, քաղաքացիություն, աշխատանք եւ սոցիալական միջավայր ստանան։ Կարևոր մի հանգամանք կա այս ընթացքում տարբեր ձևաչափերով ես ում հանդիպել եմ եւ ումից հարց եմ ստացել
Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին է խոսքը, ես այս նույն կերպ պատասխանել եմ։ Մի X պահից այդ պատասխանները դարձել են հրապարակային։ Ինչ են X պահից դարձել հրապարակային, որովհետև մեզ համար էլ ա եղել մտածումների փուլ։ Մենք էլ ենք մտածել։ Մենք էլ ենք փորձել հասկանալ, թե որն է հարցը, որին պետք է պատասխանենք, եւ հարցը ձևակերպելուց հետո որն է ի վերջո այդ հարցի ճիշտ պատասխանը, որպեսզի մենք ի վերջո կարողանանք մի հանգրվանի հասնել։ Հայաստանում շարունակվում են սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, սակայն առաջարկվող կոնկրետ փոփոխությունները դեռ չեն հրապարակվում։ Հանրային ուշադրության կենտրոնում է հատկապես անկախության հռչակագրի հղման հարցը, որը գործող սահմանադրության ներածության մասում ամրագրված է։ Նոր նախագծում ներածության հատվածը դեռ չկա, այս մասին ասել է Սրքուի Գալյանը։ Նա նշել է, որ ներքին աշխատանքային քննարկումների բովանդակությունը հրապարակելու պարտավորություն չունի, բայց քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալու նախագծին եւ ներկայացնելու իրենց առաջարկները, ինչից հետո չեն բացառվում նոր ձևափոխումները։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում։ Այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները։ Հայաստանի համար առաջնահերթություն է խաղաղության պահպանումը եւ վերջին ավելի քան 2 տարիներին զինվորներ չեն զոհվել։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը նաեւ անդրադարձել է ադրբեջանական բենզինի վաճառքին, նշելով, որ Հայաստան հասնող բենզինը անցնում է փորձաքննություն եւ որակի առումով համապատասխանում է պահանջներին։ Նա շեշտել է, որ այն ընկերությունները, որոնք փորձում են ադրբեջանական բենզինը վաճառել որպես եվրոպական, ստիպված են կամ բացահայտ հայտարարել դրա իրական ծագումը կամ չվաճառել այն սպառողների իրավունքները պաշտպանելու նպատակով։ Նախարարը ընդգծել է նաև, որ նման խաբեություն թույլ չի տրվելու եւ գործընթացը վերահսկելի է ու թափանցիկ է իրականացվում։ Արարատ Միրզոյանը Մասկատում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ ջրային ռեսուրսների նախարարի հետ։ Նրանք քննարկել են գործակցության եւ առևտրի ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Միրզոյանը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում խաղաղության կարեւորությունը, նշելով, որ դրա հաստատումը կարող է նոր հնարավորություններ բացել տարածաշրջանային տնտեսական կապերի եւ ներդրումների համար։ Կողմերը պայմանավորվել են նաեւ ակտիվացնել պետական կառույցների եւ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերը խթանելու ողջահավաք գործակցությունը։ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան եւ կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Աշխատանքային կենսաթոշակներն ավելանում են առնվազն 10,000 դրամով, ստաժից անկախ։ Հաշմանդամության որոշ խմբերի դեպքում 12-ից 14,000 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների հոգատության դեպքում 50,000 դրամ։ Զինվորական կենսաթոշակները միջինը կավելանան 8,500-ից 10,000 դրամով, սոցիալական նպաստներն էլ կավելանան 10,000 դրամով։ Գործադիրը առաջարկում է սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումների։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, համատեղ բնակվող անձը։ Ընկերությունների փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Պետգնումների ոլորտում չարաշահումների սլաքը հիմնականում համայնքի ղեկավարների ուղղությամբ է։ Դեպքեր են եղել, երբ համայնքի ղեկավարը միլիարդավոր դրամների պայմանագիր է կնքած եղել իր հետ փոխկապակցված անձի հետ։ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները ընդունել են, որ օրինագիծը մասնակի կարող է կարգավորել պետական գնումների ոլորտը։ Սա լուծում չէ ամբողջական։ Գուցե ինչ որ չափով փոփոխ, ես չեմ բացառում ինչ որ չափով դրական, բայց սա ամբողջական լուծում չի եւ սի հակում ունեցողը վստահ եմ կդիմի իր գործընկեր նախարարին, որտեղ իր հետ փոխկապակցված անձը մասնակցում է պետական գնում։ Ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ, որ այս փոփոխությունը, որը մենք անում ենք, մեր բոլոր հարցերը բոլոր ուղղություններով չի լուծելու եւ դա նպատակ էլ չունի, այսինքն մենք տեսել ենք մի բան, որը կարող ենք ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի համակարգներ դնելով լուծել, այդ առաջարկով գնացել ենք։
Միքայել Սրբազանի տնային կալանքը դատարանը պահպանեց։ Շիրակի թեմի առաջնորդին թույլատրվեց մասնակցել գիրակնորյա պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել չթույլատրվեց։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը վիրահատությունից 1 ամիս անց այցելել էր Իզմիրյան բժշկական կենտրոն Բուրզննան։ Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Խորթմայրը շուրջ 1.5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային։ Դատախազությունը մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնել են, որ Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ ասել էր, որ 1 տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երեխային կենսաբանական մահվան հասցրած կինը 38 տարեկան է։ Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է եւ բացի փոքրիկից ունի եւս 3 երեխա։ Նրանցից 2-ը հանձնված են խնամակալության, երեխաներից մեկին էլ պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր եւ խորթ մոր խնամքի տակ էր։ Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ կենսաթոշակները բարձրանում են, իսկ թե որ խմբերի համար եւ ինչ չափով տարբեր հարթակներից դեռ պարզաբանումներ են արվում։ Կենսաթոշակի չափերն ավելանալու են անկախ ստաժից, առնվազն 10,000 դրամով։ Այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14,000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է խորը աստիճանի սահմանափակում, ծանր ներողություն, խորի դեպքում 114,000 դրամով, իսկ ծանրի դեպքում 12,000 դրամով։ 50,000 դրամով կավելանան երկկողմանից նողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների Հայաստանում ունենք շուրջ 502,000 կենսաթոշակառու։ Նրանցից 5-ից 6,000-ի դեպքում կենսաթոշակները կավելանան 14,000 դրամով, 32,000-ի դեպքում 12,000-ով։ Մեծ մասի գրեթե 460,000 կենսաթոշակառուի համար էլ թոշակը կավելանա 10,000 դրամով։ Եվս 124,000 նպաստառուի համար էլ նպաստները կբարձրանան 10,000 դրամով։ Կենսաթոշակի չափերի ապագա փոփոխությունները եթե լինեն, օրենսդրության շրջանակներում դրանք կարող են լինել միայն ավելացման ուղղությամբ։ Նվազել կենսաթոշակի չափերը չեն կարող։ Ապրիլի 1-ից կենսաթոշակառուների համար կփոխվեն ոչ միայն թոշակների չափերը, այլ նաև դրանց ստացման եղանակը։ Անկանխիկ, այլ կերպ ասած, քարտով թոշակ ստանալը կդառնա պարտադիր։ Թեև գործընթացը որոշակի բարդություններ է առաջացրել, բայց դրական տեղաշարժ է նկատվում։ Հունվար ամսին կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 48,000, մարտի 5-ի դրությամբ այդ թիվը կազմել է շուրջ 9,200։ Բանկերը սկսել են արդեն քարտերի տպագրման գործընթացը ողջ փուլով, նաև զուգահեռ արդեն առաքման գործընթացները։ Այն կենսաթոշակառուների համար, ովքեր կունենան դժվարություններ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու ինքնուրույն կամ կունենան դժվարություններ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հորդորում են հնարավորության դեպքում ինքնուրույն մոտենալ բանկերի մասնաճյուղեր, հաշվի սպասարկման պայմանագրեր ստորագրելու եւ քարտեր ստանալու նպատակով կանխիկից անկանխիկի անցնելու գործընթացը արագացնելու համար։ Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու պահանջը փոխարինվում է։ Այսուհետ այս պաշտոնին կարող են հավակնել նաև այլ կրթությամբ այն անձինք, որոնք ունեն բավարար գիտելիքներ, փորձ, կազմակերպչական կարողություններ։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին օրենքի նախագիծը նախարարը ներկայացրեց։ Մեր բժշկական կենտրոններում պետք է բարձրացվի նաև բուժական գծով տեղակալների պատասխանատուների դերակատարումը, որովհետև ըստ էության նրանց վրա ուրեմն ինչպես որ այսօր է, հիմնական մասնագիտական առաջնորդությունն է դրված եւ մեր ուսումնասիրություններն ու նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ էության այս դուալ կառավարման գործադիր մարմին ունենալու մոդելը բավական արդյունավետ է։ Առաջադրվող պահանջները չեն նվազեցվում, այլ բարձրացվում են, շեշտեց նախարարը, այն ավելի ընդհանուր քաղաքականության շրջանակում է։
Ինչպես դպրոցների կառավարման մասով մեր կառավարության քաղաքականությունն է, որ մասնագիտական կառավարումը պետք է առանձնացվի ֆինանսական, վարչատնտեսական կառավարումից, այս նույն տրամաբանության մեջ մենք գնում ենք նաև առողջապահական կազմակերպությունների մասով։ Եվ այո, բժիշկ մասնագետը ըստ մեր կարծիքի նույն փոքր օրինակի վրա բերեմ, առաջնային օղակի ամբուլատորիաների չպետք է զբաղվի ընտանեկան բժիշկը պատուհանների փոխփոխման կամ գույքի պահպանման, թարմացման աշխատանքներով։ Ներկայացվեց նաև 2021-2026 թվականների կառավարության ծրագրի 2025-ի կատարողական զեկույցը։ Կարևոր ձեռքբերումներից է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը եւ կիրառումը։ Առաջին փուլով առողջության ապահովագրության մեջ ներառվեցին 1.600.000 քաղաքացիներ, շուրջ, այնտեղ հստակ թիվը ամսամիս փոխվում է, որովհետև ավելանում են քաղաքացիները։ Առաջին փուլով ներառվեցին մինչև 18 տարեկան 65+ տարիքի 201 եւ ավել 201,000-ից ավել աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամության կարգ ունեցող, անապահովության համակարգում ներառված քաղաքացիները։ Անցնող տարում շարունակվել են նաև բժշկական կենտրոնների տեխնիկական վերազինման աշխատանքները։ Իրականացվել են առողջապահական մի շարք միջոցառումներ եւ արշավներ, այդ թվում մինչև 1 եւ 5 տարեկան երեխաների մահացությունը կանխող միջոցառումներ։ Աշխատանքներ են տարվել նաև առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ, թե մեծահասակների, թե տարեցների շրջանակում։ Նախարարի խոսքով հաջողություններ են արձանագրվել նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում։ Մինչև 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95.1%։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ընդգրկվածությունը կազմել է 48%։ Ներդրվեց ջրծաղիկի ուրեմն նոր պատվաստանյութը եւ պետք է նշեմ, որ բավական լավ ընդգրկվածություն ունենք եւ այն շրջանակը ում ուրեմն ներառել ենք առաջին փուլում, ունենք 95% ներողություն եմ խնդրում 76.7% ընդգրկվածություն։ Նախարարի խոսքով վերջին 30 տարում առաջին անգամ մեր երկրում գրանցվել է կյանքի միջին տևողության բարձր 78.6 տարի ցուցանիշ, ինչը պայմանավորված է թե սոցիալ-տնտեսական, թե առողջապահական համակարգի բարելավմամբ։ Մարտի 17-ին Լերմոնտովը գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադովի Opel Zafira-ն եւ 50-ամյա Արամի Mercedes-ը, ինչի հետևանքով վերջինը դուրս եկել երթևեկելի գոտուց եւ մխրճվել երկաթե պատնեշների մեջ։ Մեկ հոգի տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի պարեկները։ Մարտի 16-ին Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակի Ford Fusion-ը, 22-ամյա Հովիկի Տեսլան եւ 40-ամյա Զոհրաբի Nissan Pathfinder-ը։ Տեսլայի ու Ford-ի վարորդը, նաեւ Ford-ի 17-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վիրավորներից մեկին ըստ հավաքվածների հիվանդանոց է ուղեկցել, մանկական հիվանդանոց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է ուղեկցել պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատար Արմեն Գասպարյանը։